Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, բարի կես գիշեր ձեզ, ուրեմն երեկ չհասցրեցինք եթեր մտնենք, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունեցել, այսօր ուրեմն դատարանի մասով եմ ուզում ձեզ տեղեկացնել, թե ինչ գործողություն ենք արել և ուրեմն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ կապված, ուրեմն դատարանի վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ ուրեմն հայցադիմում ենք ներկայացրել։ Բովանդակությունը հետևյալումն է, ուրեմն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան հայցադիմում անչափահաս երեխաների առանց ծնողի համաձայնության այլ պետության տեղափոխելու և ծնողի երեխաներից ապօրինի բաժանելու փաստը վերացնելու, երեխաներին գտնվելու վայրը պարզելու և երեխաների հետ շփման իրավունքն ապահովելու պահանջի մասին։ Ուրեմն պահանջ ենք ներկայացրել հայցով։ Ուրեմն բովանդակությունը հեսա մի վայրկյան կարդամ։ Ես Արման Ալբերտի Գալստյանս և պատասխանող Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանս ամուսնացել ենք 2016 թվականի հունիսի 9-ին։ Ուրեմն մեր համատեղ ամուսնության ընթացքում ծնվել են 7 անչափահաս երեխաներ։ Ուրեմն որի մասով մենք երկուսս ունենք ուրեմն հավասարազոր իրավունքներ և պարտականություններ։ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ երկու ամուսինների ամուսնական ընթացքում ծնված երեխաների մասով երկու ամուսիններ ունեն հավասարազոր իրավունքներ և պարտականություններ։ Սակայն պատասխանողը, այսինքն այս պարագայում կինս, առանց իմ համաձայնության և իմ կամքին հակառակ երեխաներին տեղափոխել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, զրկելով ինձ երեխաներին խնամքին, դաստիարակությանը և նրանց հետ շփման անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից։ Մասնավորապես 2025 թվականի հոկտեմբերի 28-ից առ այսօր ես որևէ տեղեկություն չեմ ունեցել երեխաներիս գտնվելու վայրի, առողջական վիճակի և կենսապայմանների վերաբերյալ, պատասխանողը չի ապահովում նույնիսկ հեռախոսային կապը երեխաների հետ, ինչի հետևանքով ես փաստացի զրկված եմ ծնողական իրավունքների իրացումից, ուրեմն այդ մասով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից տրամադրված տեղեկության համաձայն պատասխանողը և երեխաները 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար քաղաք, թիվ 615 շվերթով։ Սակայն ինձ հայտնի չէ նրանց ճշգրիտ գտնվելու վայրը և առ այսօր որևէ տեղեկություն չունեմ նրանց հետագա բնակության վայրի վերաբերյալ։ Ուրեմն ստեղծված իրավիճակը ինձ պատճառել է ծանր հոգեկան ապրումներ և ծայրահեղ հուզական վիճակ, քանի որ ես երկար ժամանակ զրկված եմ երեխաներիս հետ շփվելու, նրանց առողջության, կրթության և դաստիարակության հարցերին մասնակցելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 36-րդ, 41-րդ և 52-րդ հոդվածների համաձայն ծնողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ, իսկ երեխաներին ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի ապօրինի մեկուսացնելը հակասում է երեխայի լավագույն շահի սկզբունքին։ Հաշվի առնելով վերօրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի համապատասխան դրույթներով, խնդրում եմ դատարանին սահմանել, որ պատասխանող Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի գործողություններով խախտվել են հայցվոր Արման Ալբերտի Գալստյանի ծնողական իրավունքները, երկրորդ, պարտավորեցնել պատասխանողին դատարանին և հայցվորին տրամադրել անչափահաս երեխաների ճշգրիտ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, երրորդ, պարտավորեցնել պատասխանողին չխոչընդոտել հայցվորի երեխաների հետ շփվելու և ծնողական իրավունքները իրականացնելու իրավունքը, չորրորդ, անհրաժեշտության դեպքում գործի հանգամանքներին լրիվ և բազմակողմանի քննության ապահովելու նպատակով պահանջել իրավասու պետական մարմիններից տեղեկատվություն անչափահաս երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Եվ հինգերորդ, դատարանի հայեցողությամբ կիրառել հայցի ապահովման միջոցներ անչափահաս երեխաների շահերի պաշտպանության նպատակով։
Ուրեմն այս բովանդակությամբ Էրեբունու առաջին ատյանի ուրեմն ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին ուրեմն հայցադիմում են ներկայացրել այսօր։ Դրանից բացի ուրեմն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եմ դիմում ներկայացրել ուրեմն հետևյալ բովանդակությամբ։ Հեսա ընթերցեմ ուրեմն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին իմ կողմից ներկայացված ուրեմն դիմումի բովանդակությունը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Դիմում, հարգելի պաշտպան, սույն դիմումով խնդրում եմ ձեր միջամտությունը եւ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում աջակցությունը իմ եւ իմ անչափահաս երեխաների ընտանեկան կյանքի, ծնողական իրավունքների եւ երեխաների լավագույն շահերի պաշտպանության նպատակով։ Ես Արման Ալբերտի Գալստյանս եւ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանը ամուսնացել ենք 2016 թվականի հունիսի 9-ին։ Մեր ամուսնությունից ծնվել են անչափահաս երեխաներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն երկու ծնողներ ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ։ Սակայն երեխաների մայրը Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանը առանց իմ համաձայնության եւ իմ կամքին հակառակ անչափահաս երեխաներին տեղափոխել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ առ այսօր ինձ զրկում է երեխաների հետ որևէ ձևով հաղորդակցվելու նրանց առողջական վիճակի կենսապայմանների կրթության եւ դաստիարակության վերաբերյալ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն պատասխանողը եւ երեխաները 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար քաղաք, սակայն երեխաների ճշգրիտ գտնվելու վայրը ինձ հայտնի չէ, իսկ մայրը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել։ Ստեղծած իրավիճակի հետևանքով ես փաստացի զրկված եմ ծնողական իրավունքների իրականացումից, իսկ երեխաները իրենց հոր հետ կանոնավոր եւ անմիջական հարաբերություններ պահպանելու իրավունքից։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ մանկությունը գտնվում են պետության, պաշտպանության եւ հովանավորության ներքո։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ընտանեկան միջավայրում ապրելու իր ծնողների խնամքն ու հոգատարությունը ստանալու իրավունք։ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանվում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ եւ հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն ծնողը, որն առանձին է բնակվում երեխայից, իրավունք ունի շփվելու երեխայի հետ, մասնակցելու նրա դաստիարակությանը եւ կրթության հարցերի լուծմանը, իսկ մյուս ծնողը պարտավոր է չխոչընդոտել այդ իրավունքների իրականացմանը, եթե դա չի վնասում երեխայի ֆիզիկական, հոգեկան եւ բարոյական զարգացմանը։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետություն, կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն երեխաների նկատմամբ իրականացվող բոլոր գործողություններում առաջնային նշանակություն պետք է տրվի երեխայի լավագույն շահերին։ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել, որպեսզի երեխան իր կամքին հակառակ չբաժանվի ծնողներից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է երեխայի լավագույն շահերից ելնելով։ Նույն հոդվածով նախատեսվում է նաև երեխայի եւ երկու ծնողների միջև կանոնավոր անձնական հարաբերությունների եւ անմիջական կապի պահպանման իրավունքը։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն երեխան եւ նրա ծնողները իրավունք ունեն պահպանելու կանոնավոր կապերը, եթե նրանք գտնվում են տարբեր պետություններում։ Նույնպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն պետությունները պարտավոր են ձեռնարկել գործոն եւ արդյունավետ միջոցներ ծնողի եւ երեխայի միջև ընտանեկան կապերի պահպանման եւ վերականգնման նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 2-րդ եւ 24-րդ հոդվածների համաձայն մարդու իրավունքների պաշտպանը նպաստում է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից հաշվի
հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով Հայաստան Հանրապետության Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Խնդրում եմ մարդու իրավունքների պաշտպանից, այսինքն Անահիտ Մանասյանից, նրա գրասենյակից։ Առաջին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակում ուսումնասիրել սույն դիմումով ներկայացված հանգամանքները եւ գնահատել իմ եւ իմ անչափահաս երեխաների իրավունքների հնարավոր խախտումները։ Երկրորդ, պաշտպանի իրավասության շրջանակում համապատասխան պետական մարմիններից պահանջել եւ ստանալ տեղեկություններ անչափահաս երեխաների գտնվելու վայրի, նրանց իրավունքների պաշտպանության եւ բարեկեցության վերաբերյալ։ Երրորդ, իրականացնել միջամտություն եւ միշտորթություն իրավասու պետական մարմինների արչեւ երեխաների հետ իմ շփման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։ Չորրորդ, պարզել թե արդյոք երեխաների արտերկիր տեղափոխման եւ հետագա մեկուսացման արդյունքում չեն խախտվել երեխաների լավագույն շահերը եւ ընտանեկան կյանքի իրավունքը։ 5-րդ, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով համապատասխան պետական մարմիններին ներկայացնել առաջարկություններ կամ պահանջներ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։ 6-րդ, դիմումի քննարկման արդյունքների մասին ինձ տեղեկացնել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։ Ուրեմն այսքանը, սիրելի ժողովուրդ, այսօր հասցրել ենք այս երկու տեղը մենք ուրեմն Առաջինատյանի դատարան եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներկայացնենք այս դիմումները, բայց իլերումն իմ էլի տված դիմումների էլի էի դիմումներ տվել, բայց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործողություն այդ ուղղությամբ չի արել, ուղղակի ինձ ասել է որ դիմեք ուրեմն Հաագայի քաղաքացիական մոտեցումների վերաբերյալ ուրեմն բանը օրենքի համաձայն դատարան արդարադատության նախարարություն ավելի շուտ, որտեղ կենտրոնական մարմինը արդարադատության նախարարությունն է, այսքան բան, sense խորհրդատվություն ուղղակի։ Բայց ինքնին որպես գործողությունների շարք ապահովել, հասկանալ թե ինչի մասին է խոսքը, ինչա տեղի ունեցել, չի արել, բայց ես եւս նորից փորձեցի ուրեմն նրանց դիմել։ Ուրեմն ինչ վերաբերվում է բարձրագույն դատական խորհրդին, մենք մի քիչ պարզաբանման խնդիր ունեինք բովանդակային մասով դիմումի ձևի հետ կապված, համել ժամանակային առումով չհասցրեցինք, ճիշտ ասած, ուրեմն դիմել, բայց անպայման վաղը փորձենք այդ հարցը կարգավորել, նաև դիմել բարձրագույն դատարանին։ Ուրեմն լկտիություն է տեղի ունենում։ Անկեղծ սա իմ համար երազ է ուղղակի, աբսուրդ, սենց բան չկա էլի, ասենք 7 երեխու խոսքի սենց անձնագրեր հանեն, սենց անեն ու սենց ինձի զրկանքների ենթարկեն ու որևիցե մեկը սենց անգործության մատնված, բռնած դատախազությունից, բռնած Էրեբունուն ու Բարաշենի դատախազությունից, գլխավոր դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, օդանավակայանի ոստիկանությունից, օդանավակայանի քննչական կոմիտեից, Էրեբունին ու Բարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեից բոլորի, այսինքն կանանց աջակցման կենտրոնից, այսինքն բոլորը նպաստել են պլատֆորմ են ստեղծել, որ իմ ընտանիքը քայքայվի եւ քանդվի։ Պատկերացնում եք։ Որ իմ երեխաներից ես sense գարի բնամ, կարոտով մնամ ու sense զրկանքների մեջ ու ես ամեն րոպե, ամեն պահ, ամեն վայրկյան անհանգիստ sense ահավոր մտածմունքներով, որտեղ պատերազմական երկիրը ամեն րոպե էլ բայրակթար, էլ սնայրատ, էլ ինչ ասես գցում են, այնա Մոսկվայի վրա են խփում, Վառոնեժի են խփում, կապերը խափանվում է, այսօր Վառոնեժի կապնվել, էլի ասում է կրակում են ստեղ, վիճակը բանա, լարված է։ Ու դուք պատկերացնում եք իմ վիճակը որպես ծնողի։ Ուրեմն նորից եմ ասում, էլի նորից իմ կնոջն եմ դիմում, նորից այդ ոչրագործներին եմ դիմում, բոլոր այդ հանցագործներին, ովքեր որ այս հանցավոր կապով այս ամեն ինչը sense կազմակերպել են իմ ընտանիքի, իմ երեխաների եւ իմ սուրբ ընտանիքի գլխին։ Բոլորը նորից եմ ասում, ոչ մեկը չեք պլստալու, սաղդ պատասխան եք տալու, սաղդ։ Ես սրանից հետո եվրոպական դատարան եմ դիմելու, միջազգային դատարան եմ դիմելու, Հաագայի դատարան եմ դիմելու եմ դեսպանատներին։ Կանգ չեմ առնելու ես։ Նորից եմ ասում, մի ժամ շուտ ուշքի արեք, խելքի եկեք, իմ երեխաներին իմ կնոջ հետ, վերադարձրեք ինձ, դուք հանցագործներ եք, բոլորդ, ու բոլորդ պատասխան եք տալու, ոչ մեկ չի կարալու, ոչ մի ձևի, այս ամեն ինչի տակից սենց մի ձևի պլստադուս գա, ով զանգել է, ով ինչ փող կերել է, հակակոռուպցիոն կոմիտեել եմ, փորձեմ վաղը
տեսնեմ կստացվի ժամանակային էլի առումով, եթե կհասցնենք հակակոռուպցիոն կոմիտեին էլ կդիմենք, որ հասկանանք ստեղ ինչ կոռուպցիոն ռիսկեր կա, այս ինչ մեխանիզմներ է աշխատել, ով ինչ ումա զանգել, ով ինչ գումար է այս ամեն ինչի մեջ, մենք պետքա պարզենք։ Անպայման պետք է վարզենք, որտեղ ամեն ինչ շատ տարօրինակ է, հասկանում եք։ Սենց բան չի կարա լինի։ Սա մի շաբաթվա բան չի, երկու շաբաթվա բան չի, մի ամսվա բան չի, երկու ամսվա բան չի։ Այսինքն ես եթե ես ամբողջ ընթացքում ես կարող եի իմ ընտանիքը վերականգնել, վերամիավորվել, հասկանում եք, իմ հարաբերությունները, ասենք, լավացնել իմ կնոջ հետ, կամ չգիտեմ, պարզել առհասարակ իմ կնոջ հետ խոսալ, ես իմ կնոջ ձենը չեմ լսել։ 8-րդ ամիսն է գալի, ես իմ կնոջ հետ ոչ հեռախոսազրույց եմ ունեցել, ոչ էլ ձենը լսել եմ, ոչ էլ առհասարակ շփվել եմ։ Ես չգիտեմ այնտեղ ինչ է տեղի ունենում։ Իրան ինչ են շանտաժանում, ինչ են վախացնում, ինչ են խոսք տվել, ոնց է եղել, այս ամեն ինչը պետք է պարզվի, հասկանում եք։ Ու իր հետի կապված հարցաքննությունը չպետք է լինի բանավոր։ Ես անարժանավատություն այնանք եթերի ժամանակ ասի։ Ես չեմ հավատում Երևանու քննչական կոմիտեին։ Երևանու քննչական կոմիտեի գործողությունների շարքը ապավելու հետևանքով իմ ընտանիքը քայքայվել եւ քանդվել է։ Տուն քանդողներ են։ Կոնկրետ իմ տունը քանդել են։ Բոլորը այսպես մի այն որ ասում մի բերան թքած։ Սա ասես ձեր բռնած բոլոր իրանց գործողությունների շարքով, իրանց ժամկետների ձգձգումով ու այսպես ամեն ինչով։ Խիով է տես բան տեսե, դատական նիստը դեպոնացում ես անում հունվարի 27-ին, որ ոչ աշխատանքային օր է։ Այդ օրը վռած արագ շուտ արի արման չէ չի լինի, վաղը չես կարա գաս, այսօր պետք է գաս։ Շուշուտ կոստորագրել ես տալի, բան ես անում, ուղարկում ես դեպոնացում ես անում, փետրվարի 19-ի 18-ին դատական նիստ ես նշանակում, փետրվարի 18-ին գալիս եմ 48 րոպե դատախազ ու դատավոր ուշանում եք, ես ձեզի 48 րոպե նստած սպասում եմ։ Միջնորդություն եմ ներկայացնում, որ խնդրում եմ մինչև այդ եմ միջնորդություն ներկայացրել, որ խնդրում եմ ինձ ընձեռնել հնարավորություն իմ երեխաներին տեսակցելու։ Ես ոչ փախնող եմ, ոչ եմ, ոչ եմ։ Երկու օրով ինձ հնարավորություն տվեք գնամ իմ երեխաներին տեսակցեմ ուրեմն։ Իմ կնոջ հետ իմ հարաբերությունները հասկանամ, ես ինչ տեղի ունեցավ, ես ինչ երազեր, մի օրվա մեջ sense մի արագ հապճեպ sense նստած սուրճ ենք խմում, արևածաղիկ ենք չրթում, այդ ինչ եղավ, եկակ հաբլապ թապակ զենք զինամատերք այ բուդուր կել գնացինք տուդիմ սուդիմ ու տարակ ընձի ձերբակալի կնգան առակ տարակ աջակցման կենտրոն ընդեցել առակ տարակ բան փախցրիկ տարակ Ռուսաստան կարող է դուք ուղեղից իսկականից պրոբլեմ ունեք ուղեղի չեմ հասկանում այս աշխարհը չոփով ծածկած է ձեր եք առնում դուք ինձ չեմ հասկանում Կամ պարոն Փաշինյան, ես ձեզի դիմել եմ, եթերից էլ ասացի, ձեր հետ եկա հանդիպեցի, հիմա դուք ոչ մի գործողություն չեք անում։ Բայց ձեր քրեական ոստիկաններին Երևան քաղաքի վարչության եւ վարչության պետի գլխավորությամբ բոլորին տեղյակ են բայ, ձեզ է տեղյակ են բայ։ Ինչ են ձեզի զեկուցում, չեմ հասկանում։ Վարույթից կարդում են, ասում են բանա, ընտանեկան վեճա, մարդը կնգավեր են գրելա, կնիկը մարդուն ծեծելա, մարդու վրա ընտանեկան բռնություն են դրել, կնիկը թողը փախե գնացել Ռուսաստան։ Այսքան բանը գիտեք, այսքան մասով։ Ես էլ ձեզ ասում եմ դուք իրականությունը չեք իմանում ինչա տեղի ունեցել։ Սրանք ոչրագործներ են։ Արման Ալբերտի Գալստյանը ընտանեկան բռնության հետ առհասարակ որևիցե մի աղերս չունի, բռնարար բառակապակցության հետ որևիցե մի աղերս չունի, կապ չունեմ ես այդ ձեր ցավը տանեմ։ Ինձ սարքել են խավության նոխաս։ Այս կլյաուզնիկները։ Ու սենց բանսարկուի պես իմ գլխին սարքել են։ Ու մտածում եմ, որ սենց իրանց հետույքի վրա պարտալով, սենց ժամանակը ձգելով, սենց սրանց զանգելով, ես իմ սենց քաքեր ուտելով կարող են իրանք տակից դուրս գան։ Հիմա դուք ասում եք օրենքի երկիր է, պարոն Փաշինյան, քաղաքացին պաշտպանված է, այս այն հավատում եմ ես ձեզ, ուզում եմ հավատամ ձեզ։ Դե նենց արեք, որ հավատամ։ Ինչքան պետք է ես նենց նստեմ սպասեմ։ Ոչ լուրը մունջեք, ոչ մեկից ոչ ձեն կա, ոչ տելեպտուն կա։ Գալստյան Արմանն ընկել այդ մայես դուրը, այն դուրը, ոչ մեկ գործողություն չի անում։ Սրանք էլ իրանք ուրախ լրվել են իրանց տեղը։ Մտածում են այտենց։ Հիմա ես ինչ կարամ կասկածեմ, լավ, ինչ կարամ մտածեմ։ Համար առաջինի դեմքով, երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմքով այս ամեն ինչից ինֆորմացվածա տեղյակ է։ Երկրի գլխավոր դատախազը տեղյակ է։ Մարդու իրավունքների պաշտպանը օմբուդսմենը տեղյակ է։ Ազգային ժողովի падգամավորները տեղյակ են։ Քննչական կոմիտեի ղեկավարը տեղյակ է։ Բոլոր ուժային կառույցների ղեկավարները տեղյակ են, բոլոր պատկան մարմինները տեղյակ են։ Որևիցե մեկը որևիցե մի գործողություն չի անում։ Ինչ եք ուզում սրանով ասեք։ Ուղիղ ասեք հասկանամ։
Ասենք էս իմ համար աբսուրդ է։ Բայց դուք ասում եք շատ երեխաներ ունեցեք, ամեն երեխային միլիոն ու կես փող եք տալի։ Ուզում եք baby boom լինի, հայ ազգը ուզում եք sense բազմանա, բան, 7 երեխա են բերել այս երկրի համար, որից 4-ը պետքա ուրեմն աղջիկ երեխեք 3-ը բանակային, ես ինչ եք անում դուք։ Հիմա դուք որևիցե մեկը կարա պատասխան տա, որ իմ երեխեքից մեկին մի բան լինի։ Բայց ձեր գործողությունների շարքը, որ դուք չեք ապահովում, ոչ մի բանով չեք նպաստում։ Այսինքն հիմա ինձ դրդում եք ես ինչ անեմ, իմ միջոցները կիրառեմ, ես հանցագործություն ունեմ, վերջում ասեք Արման ջան, դու բռնարար ես, տենում ես։ Գնացիր, կազմակերպեցիր Ռուզաննային, հեսա կառևանգ ես, հեսա սես կանես, հեսանես։ Հիմա ինչ ես կազմակերպեմ Ռուզաննային առևանգ են ընդեից։ Ինչ անեմ, լավ, ինձ իմ վրա եք թողել, ես չեմ հասկանում։ Այմեր դες չեմ ուզում հանցագործել եմ, ստիպում եք ինձ հանցագործել եմ։ Խնդրում եմ ձեզի, ասում եմ, արագ օպերատիվ անհապաղ գործողությունների շարք ապահովեք։ Ոչ հեռախոսի զանգին եմ պատասխանում, ոչ թողում են երեխեքիս հետ խոսամ, երեխեքիս հանել են իմ դեմ, սովորացնում են, ես իմ ինչեր են անում, գրում ես չեմ պատասխանում, այն վիճակին հասցնում մինչև դու երեխեքին չգրես, իրանց ես գրում այդ ամբարո բառերը, որ այ լրփի վաստակներ, այ դագաղը մտածներ, այ անեցքի բուն երևույթներ, մի արեք, արա երեխեքին մի օգտագործեք, երեխեքը ձեր համար գործիք չեն։ Ես ինչ եք դուք անում։ Ու էսի որ յանի սկրինշոտ անեն, բայեն, ասեն երեխեքին է բանանում, բան ուղարկում։ Լես կլյա ուզդիկներին է, գիտեն էսը իրենց համար փրփուրներից կախվելու բան է, էլի, առիթ է։ Ռուզաննա, լսի, աշխարհի ոչ մի կոպեկ փող չի կարարու քեզ փրկի։ Ով մեջքիդ կայնի չի կարարու քեզի փրկի։ Քո միակ փրկությունը խելոք հանգիստ գալն է, ամբողջական պատմելն է, թե ինչ է քո հետ, քո կյանքում տեղի ունեցել, պատկան մարմիններին։ Հասկացար, ով է քեզ շեղել քո իրական աստվածային ճանապարհից, ու դու ինչի համար ես հայտնվել նման իրավիճակում։ Դու ունեցել ես հրաշք ընտանիք, ու դու ունես հրաշք ընտանիք, քո ամուսինը քո մեջքին կանգնած է, քո ընտանիքը չի կարա քանդվի։ Որևիցե մի ձևով։ Դրանում կարաս վստահ լինես։ Գերգին գեդին կպնեն իրար։ Մարդիկ սատանի ձեռը բռնած գան, ուրեմն դա չի տեղի ունենա։ Ես ինչեր են խոստվել, լավ կյանքի տեսլական, չգիտեմ ես ինչ $200,000 փող, թագու պես կապրես, sense կլնես, նես կլնես, աղջիկ ջան, ուղեղդ հետ բեր։ Այդ ուղեղից պակաս նարկոդիսպանսերի ապրանք մերդ, այդ քո քուրդ, մի լավ ձեր կողքը մի լուրջ մարդ չկա։ Մի խելացի մարդ չկա, չի ասում այ աղջիկ ջան, ես ինչ ես դու անում։ Ես ում խելքին ես ընկես, աղին խափել ես, աղին էփել ես, տեղավորցրել ես, քեզ ինձ ինչ եմ վախցնում, դու ինչ ես ասում, ես ում թելով ես տելվել։ Արա այ պորնիկի վաստակներ, այ բոզից ցրթվածներ, ձեզ խելոք պայեք, ձեռներդ հետ քաշեք իմ ընտանիքից, արա, այդ աղջկանից ձեռներդ հետ քաշեք, այդ հարիֆի ուղեղը դուք ոնց եք կերի, արա, տենց սարքես, այս հարիֆի գլխին, արա, սենց ամերիկական կոդ անգետ չի իմանում ինչ անի։ Աջալները տեկի ասել ասող տատուս մաջալ չի տալի, ուզում եք սարքեք էթա կարա, էթա դառնա դագաղի փայ արա, Մենք ասեք սպառնում, ուգրաժատ անում, ես իմ ինչ անեմ, բայց պորնիկի վաստակներ կպել եք իմ ընտանիքին արա։ Կպել եք իմ սրբությանը արա, պղծել եք արա իմ սրբությունը։ Ես ով եք դուք արա։ Ոնց որ տուալետ ուզենաս մտնես եկեղեցի քո բնական կարիքները հոգաս։ Ու ասես դե ինչ անեմ աղբեր ասես, բնական կարիքներ ունեի, բա ինչ անեի։ Դուք հոգեկան հիվանդ եք։ 7 երեխա ունեցող մոր հետ ինչ գործ ունեք արա։ Ռադավոյ անեցքի տակ եք մտնում, ինչ եք անում, դուք ձեր գլխին շինել եք, ուսես կակնի բուց, մի ձևի ուզում եք տակից դուրս գաք, շիզոֆրենիկ եք դուք արա։ Երավ մի օր, մի ժամ, 2 ժամ, մի ամիս, 6 ամիս, 5 ամիս, 8 ամիս, դուք չեք հասկանում, դուք ինչ եք անում, մարդուն ինչ վիճակ եք հասցնում։ Այս պահին դուք էքզիթի ճանապարհ ունեք, արա, ելման կետ ունեք։ Ղախպի տղեկ արա, բոզի տղեկ, հերու քաշեք ձեռներներդ, նորից եմ ասում, իմ կնոջ, իմ երեխաների վրից։ Հերու խաղացեք արա։ Ոնց որ տեն սամալյոտի տոմսի փողեր, մողեր տվել եք, սաղաբիսպեչիտ եք արել, պասպորտներ եք դզե անձնագրեր եք հանել, սաղ, սենց օրգանիզավատակ արել, կազմակերպել եք, տարե հասցրել եք, նավառասիստի կռասնադերի քուչեքը, նույն ձևի այդպես կազմակերպեք, շատ արագ անհապաղ բերեք, ուղարկեք թող իմ ընտանիքը ինձ հասնի։ Նորից եմ ասում, վիճակները շատ ծանր ալնելու։
Չհասկացան կարա, էս կինո եք բռնել, արա, չեմ հասկանում։ Հիվանդ եք դուք արա։ Սենսավյաս կապ մապ զանգ ենք սրան, զանգ դեք նրան, հələ սենց, հələ նենց, բա որ միգուցե կարողա դառնում ա, չի դառնում։ Արայի վիժվածք, չի դառնալու։ Քո բառով եմ ասում, չի դառնալու։ Հասկացար քեզ ինչ եմ ասում։ Դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին։ Տիկին Սուզի Բադոյան, Մարինե Պողոսյան, Էդմոն Մարուքյան, բոլորին իմ հայ ազգին եմ դիմում, ես ձեր բոլորի աջակցության կարիքն ունեմ։ Նանե Գրիգորյան, բոլորը պատրաստ եմ ձեզ հարցազրույց տալու։ Հեսա ամլոսի ասուլիս էլ կհրավիրեմ ձեզ կգաք։ Կամ դուք կապնվեք իմ հետ Facebook-յան էջի միջոցով։ Ես ինչ լկտիություն արա։ Ես ինչ լկտիություն է։ Արա ինչքան ժամանակ է ինձ զսպում եմ նորից եմ ասում։ Բոլորիդ նկարները հանելու եմ դնեմ, սաղիդ մասին մանրակրկիտ խոսեմ։ Դե որ տակներդ քաք չկա, բան չեք արել, դե եկեք հարցաքննվեք։ Որդ է։ Բաժնում, չէ, բաժնում չեք հարցաքննվելու։ Նորից եմ ասում, դետեկտոր լժիով, պոլիգրաֆ սարքով հատուկ քննչական գործողություններ են ձեր հետ տեղի ունենալու։ Էլ եմ ասում, եվրոպական կազմակերպության դիտորդների անմիջական մասնակցությամբ։ Դուք չեք կարող բանավոր հարցաքննվեք։ Ես չեմ հավատում ձեր ոչ մի տառին ու բառին։ Դուք պետք է անալիզ հանձնի իմ կինը։ Դու պետք է անալիզ հանձնես, դու պետք է գաս, արա լրփի տղա։ 5 պակաս, հեսա քո մասին պատմելու եմ, նորից եմ ասում, չհավատաս, որ սենց ուգրաժատ եմ անում քեզի։ Պրոստը քո նման անասունի վաստակին ուզում եմ սենց հնարավորություն մի միլիմետր տամ։ Չնայած քո նման պիղծին ինչ հնարավորություն տալ։ Դու պիղծ ես, արա։ Ռուզաննան իմ կին ինչ գործ ունի Արտաշատի 027 կոդով Արտաշատի։ Իսկ Արտաշատ քաղաքի տեղը չգիտի Ռուզաննան։ Աղջիկ ջան, դու Արտաշատի բաժնում ինչ գործ ունեիր մասնագետների բաժնում։ Էդ ով քեզ իտե մի օրվա մեջ 7 հատ պասպորտ հանես տվեց։ Ով թույլ տվեց, դու միայնակ մայր էիր։ Ինքնուրույն իրավասու էր, բանը, որոշումներ կայացնել, միաձայն, հա։ Հորդ տնից էիր բերել այդ երեխեքին։ Միատել եմ տալի հնարավորություն, սուսուփուս, ոչ այդ խոլերա մորդ խելքին ընկի, ոչ այդ ցնոտ քրոջդ, ոչ էլ մնացածի, ոչ էլ մնացածի։ Քարը քարին չեմ թողելու, բռնարար։ Ցեղը տա բռնարարը։ Հիմա բռնարարը դուք եք թե ես եմ, արա, 8 ամիս է ինձ բռնության եք ենթարկել։ Խի բռնություն նշանակում է այդպես չափալախով տաս բերնի մեջը որոնի բռնություն։ Ամիս դուք ինձ բռնության չեք ենթարկում։ Ես ինչ եք անում։ Արել է զաժիգակի նման երեխեքից դրել ես ջեբդ արել գնաց է Ռուսաստանի քուչեքը։ Գուլիևասե ուլիբասե, ինչ ես անում, ինչով ես զբաղված, ինչ ես, вообще դու ինչ ես անում։ Դու ով ես կամ այ աղջիկ ջան, sense բան ես անում։ Ուշքի արի։ Նորից եմ ասում, Ռուզան, ես քեզ շատ սիրում եմ, իմ ընտանիքին սիրում եմ, իմ երեխեքին սիրում եմ, դու լավ գիտես։ Ես քեզի ոչ ինձանից կյանքում դու չվախենաս, ես քեզի մատով չեմ կպնի, թեկուզ է սաղ քո արարքների համար։ Ոնց ես վերբով կայել է, ինչ այլ է, ոնց է սաղին, ոնց պետքա կպատժենք, դու չմտածես։ Միջև վերջ պատասխան կտան։ Միջև վերջ։ Ասում են մարդը մարդ չէ, որ քեզ ձեռը մեկնում։ Այն մարդն է մարդ, որ ձեռը ֆիզիկական բանին բաց չի թողում։ Ես քո ձեռը որևիցե մի դեպքում, որևիցե մի պարագայում բաց չեմ թողնի։ Ուզում ես սեփական հերն ու մերդ քեզնից հրաժարվեն։ Ուզում ես աշխարհում մի հատ մարդ մնա ձևի համար։ Դու ինձանից մի վախեցիր, Ռուզան։ Ես քեզ ու իմ երեխեքին սիրում եմ, ես իմ ընտանիքը սիրում եմ։ Դու խով ռիսկով չվախենաս ոչ մեկից ու ոչ մի բանից։ Ինչ հա տեղի ունեցե հետդ, ինչ ես արել, ոնց ես խապնվել, ոնց են քեզի իրական քո աստվածային ճանապարհից շեղե, որևիցե մի ձևի կապ չունի։ Դու իմացի բոլորը հատ-հատ պատասխան են տալու, հատ-հատ, Ռուզան։ Ոնց են ուղեղդ կերել, ոնց են քյոլ մստել, ինչ խապսերով, ինչ վախացնելով, ինչ վիդեոներ նկարելով, ցույց տալով, նայ, հա, չէ, սես կլինի։ Եթե դու սես չանես, գիտես, չէ, դի քո շայերից չի բխում։ Դե սենց, դե տենց։ Լսի ոչ մեկին չհավատաս, Ռուզան։
Դուխով նորից եմ ասում, ռիսկով։ Ես սպասում եմ քեզ, ժամ-ժամի Ռուզան սպասում եմ քեզի։ Պատկան մարմիններ, սպասում եմ ձեր գործողություններին։ Պարոն Փաշինյան, սպասում եմ ձեր ցուցումներին։ Ես ձեզ վստահում եմ, ես ուզում եմ հավատամ, որ մենք ապրում ենք պաշտպանված օրենքի երկրում։ Սիրելի ժողովուրդ, այսքանը հերի նորից ներողություն եմ խնդրում, ես մի քիչ հազիվ կարող եմ իմ էմոցիաները զսպեմ։ Ինձ թվում է երևի հասկանում եք իմ վիճակը, ինչ ես sense հուզական վիճակի մեջ եմ։ Այս լկտիները ինձ ես վիճակին են բերի հասցրել։ Այն որ կարոտից խեղդվում եմ, հասկանում եք։ Բոլորդ ընտանիք ունեք, երեխաներ ունեք։ Հələ չմոներինն է, իրաց չմոհալով ինձ իրենային ինչ վիճակների մեջ գցել։ Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, իմացեք բոլորիդ ընտանիքները պաշտպանելու ենք բոլորիդ, ես ձեր խոնարհ ծառան եմ, 24 ժամ, 365-ից 66 օր, անարդարության դեմ պետք է պայքարել, անարդարությունը Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի, իմացեք ու վստահ եղեք, մենք պետք է օրենքի երկիր ունենանք, որտեղ մարդիկ ապրում են օրենքով, բարեկեցիկ եւ արդար, Աստված պահապան բոլորիդ, լավ մնացեք, վաղը դուրս կգան կապի, նորից կմտնեմ ուղիղ եթեր, Աստված պահապան ձեզ։